Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսյանը, եղբայրներ, քույրեր ջան, որ իր եկեղեցին հավաքել է, գիտեք, այսպիսի խոսք է գրված Մատթեոս ավետարան 18-րդ գլխի մեջ, ասում է, որտեղ 2-ից 3 հոգի հավաքված լինեն, ես նրանց մեջ եմ։ Հետաքրքիր է, սիրելիներ, ինչի համար Աստված ասում, որ 2 հոգի, որ հավաքվում են, ես նրանց մեջ եմ։ Եթե մենք մտածենք, որ կարևորությունը միաբանության մեջ է, օրինակ կասեր 20 հոգի, 30 հոգի եղնի, ավելի ուժեղ կեղներ, չէ՞, այդ միաբանությունը, այդ զորությունը։ Եվ գիտեք, հետաքրքիրը որն է, որ խոստում էլ կա, ասում է, եթե 2 հոգի միաբանվում են եւ մի բանի համար խնդրում են, ես նրանց ուզածը պետք է տամ։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Սելիներ, ինչ նպատակ ունի, որ Աստված ուզում է, որ իր եկեղեցին մեկտեղ հավաքվի, որ ամեն մեկը իր կողքինի համար կարևորություն տա։ Ինչի համար է Տերը ուզում։ Գիտեք, սելիներ, այո, Արտուր եղբայրը խոսքի սկզբում հիշեցնում էր, որ Տիրոջ տուն գալը, ստեղ մենք գալիս ենք եւ մենք պետք է ամեն գալով քաղցրություն ստանանք իրարից։ Մենք պետք է իրար ճանաչենք, մենք պետք է իրար հանդիմանենք, մենք պետք է սովորենք իրար սիրել, գիտեք, այո, այսպես է Սուրբ գրքի մեջ գրված կա, որ պետք է խոսասել, պետք է շտկեսել, պետք է հանդիմանեսել, պետք է սիրեսել, այդ բոլորը սենց ասած ժողովուրդ ջան, երբ որ ընդհանուր վերցնում ենք, տեսնում ենք, որ դրա մեջ դրա վերջավորությունը մեզ մար դեպի երկինք է տանում, դեպի Քրիստոս է տանում, երբ որ մարդը հոգ է տանում իր կողքինի համար։ Եվ գիտեք, սելիներ, երբ որ Տեր Հիսուսը ուղարկում էր աշակերտներին, 12 աշակերտներին 2-2 ուղարկեց։ Ինչ եք կարծեմ, ինչի համար 2-2։ Ասենք, մենակ ավելի շատ գյուղ չէին գնա։ Մենակ ավելի շատ գյուղ կգնային։ Եվ հետաքրքիր է, երբ որ 70-ին ուղարկեց, նրանց հետ չասավ դուք շատ եք, 3 կամ 4 կամ 5 գնացեք, էլի 2 ուղարկեց։ Սիրելիներ, գիտեք, երբ որ մենք դուրս են գալիս ավետարանչության գյուղերը, մենք եղբայրներով երբ որ գնում ենք իրար հետ, ասեմ, իրար հետ շատ հարցեր կա, որ տովիճմել ենք, ոչ թե կռվում ենք, իրար շտկում ենք, իրար հանդիմանում ենք, իրար սիրում ենք, բայց ես մի բան եմ ուզում ասեմ, սելիներ, ես իմ այդ եղբայրներին շատ եմ սիրում։ Եվ ես կարամ ստեղից ասեմ, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալու, ճիշտ է, կարող է այդ պահը գա, ես փախչեմ, կյանքս չտամ, չեմ ուզում մեծ խոսացող եղնեմ, բայց ես այս պահին, երբ որ իմ եղբայրների հետ եմ, այդ հանդիմանություններն էլ, այդ իրար հետ հաց ուտելն էլ, իրար հետ խոսալն էլ, իրար լռացնել, իրար ձեռներ բարձրացնելը, դա իմ մեծ սեր է բերում, եղբայրներ, քույրեր։ Եվ Տեր Հիսուսը անհատապես 2 ուղարկում էր, որ իրար շտկելով, իրար տաշելով, իրար միգուցե միտեղ էլ կռվելով եղել է, որ կռվմել ես մի քիչ հետո նոր արդեն խոսքը գալիս է ու գնում ես ասում ես կներես աղբեր ջան։ Տերը այդ կներես ուզում է, որ դուք իրար հետ եղնեք ու այդ ամեն ինչը ասեք ժողովուրդ ջան։ Գիտեք, երբ որ Մովսեսը սարի վրա էր և կռիվ էր գնում, Հեսուն կռվում էր իր զորքով և փաստորեն կռվի արդյունքը, կռվի վերջավորությունը պետք է տեղի ունենար ընդամենը մի բանից։ Մովսեսը ձեռքերը բարձրացնում էր, Իսրայելը հաղթում էր։ Մովսեսը ձեռքերը իջացնում էր, Իսրայելը պարտվում էր։ Եվ գիտեք, հետաքրքիր մի բան, եղբայրներ, քույրեր, ինչքան կարա Մովսեսը ձեռները պահի։ Ասենք ես տանը փորձել եմ, ես սիրում եմ, որ իրոք մի բան, որ ասում են իմ մեջ նստի, ես տանը փորձել եմ, դու ամենաուժեղ քո վիճակում կյանքում դու չես կարա 30 րոպե ձեռդ բարձրացած պահես, տենց բան չի կարա եղնի։ Դատարկ ձեռդ ընդամենը օդըմպայես չես կարա։ Եվ երբ որ Օվրն ու Ահարոնը Մովսեսին նստացրեցին եւ իրանց ձեռը, Մովսեսի ձեռը բարձրացրեցին, ես էտել եմ փորձել, ժողովուրդ ջան։ Դու ուրիշի ձեռը չես կարա 10 րոպեից ավել պահես, չես կարա պահես։
Միակ տարբերակը, որ այս մարդը կարողանա պատերազմի արդյունքը հաղթանակի բերի, Մովսեսին նստացել են քարի վրա ու ամեն մեկը այս Մովսեսի ձեռքերը գրկել են, ամուր գրկել են, որ այդ ձեռները միշտ բարձր են։ Այս հենց գրկած ինչքան կարան կանգնենք։ Մի ժամ էլ 2 ժամ էլ կարան կանգնենք։ Եղբայրներ, քույրեր, ինչի համար եմ այս օրինակը բերեմ, որ Տերը ուզում ասի, որ առանց քո կողքինի չի եղնի առանց քո կողքինի, որ այդ կողքինը, որ դրված է, եղբայրը խոսում էր եկեղեցու ընդհանուր անդամների մասին, գիտեք, սելիներ, այո, այս բոլոր անդամները իմ ու քո ճաշակով չեն տրված։ Տեր գրված է Կորինթացիս թղթի մեջ, ես ուզում եմ այդ տեղը կարդամ, բայց Աստված անդամները դրավ մեկ մարմնի մեջ, ինչպես որ ինքը ուզեց, մենք միգուցե ուզենանք մեր նման եղնի, բայց չի եղնի այդպիսի բան, այն մեկը իր կարևորություն ունի, դու ունես քո կարևորությունը Տիրոջ եկեղեցու մեջ։ Մեկին տրված է, որ ինքը պետք է սովորացնի, մեկին տված է, որ ինքը պետք է լսի, ու սրանք բոլորը միասին սիրելիներ Քրիստոսի եկեղեցի են հանդիսանալու, եւ կա սրա կատարելագույն վիճակը, գիտեք որն է եկեղեցու ամենակատարյալ վիճակը, սա ինձ համար ես գտել եմ, միգուցե դու չհամաձայնվես, ես ուզում եմ կարդամ, եւ սա է եկեղեցու կատարյալ վիճակը, եւ եթե մեկ անդամը նեղություն կրե, բոլոր անդամները նեղվում են, եւ եթե մեկ անդամը փառավորվի, բոլոր անդամները նրա հետ ուրախանում են, թող փառավորվի Տիրոջ անունը սիրելիներ, եւ գիտեք մեզանից ամեն մեկս որպես Քրիստոսի եկեղեցու անդամ, ես ուզում եմ մի հատ իրար նայենք, մենք եկեղեցու մեջ կարողանում ենք ուրախանանք եւ տխրենք, կարողանում ենք, եթե մեկի կյանքում կա հիվանդություն, եթե մեկի ընտանիքում կա երեխա, որ խնդիր ունի, մեկի կյանքի մեջ կա ուրախություն, մենք կարողանում ենք համապատասխան արձագանքը տանք, սիրելիներ, մենք սրանով պետք է ստուգենք, մենք այդ աճը ունենք, ինչպես եղբայրը ասում էր, ինչքան է մեր հոգատարությունը, ինչքան է մեր աղոթքները, ինչքան է մեր, գիտեք, ես մի բան եմ ուզում հիշեցնեմ, իհարկե որևէ մեկին չեմ ուզում ես ինչ որ բան ասեմ, երբ որ 44 օրյա պատերազմը գնում էր եւ աղոթքներ էր գնում եկեղեցեմ, ես մի քիչ տենց բաներից նայեմ էի լատենամ, ասենք մեր ժողովրդից ովքեր են շատը գալիս, ովքեր իրոք ես տեսնում եի, ովքեր ունեն երեխեք, ովքեր հոգ են տանում, ովքեր ցավ են քաշեմ, ես այդ մարդկանց, գիտես ինչքան է իմ սրտի մեջ շնորհակալ եղնեմ, ասում ես մարդիկ, իրանք միգուցե մեկը նայեմ ես, ասում ես երեխա չունի բանակում, բայց ինքը ստեղ եկեղեցու մեջ էր, բայց ինքը ստեղ ցավ էր քաշեմ, քո հետ լաց էր եղնեմ, քո հետ անհանգստանում էր, այսօր սիրելիներ, մենք ուզում ենք որպեսզի շտկենք մեր վիճակները, այսօր եկել ենք, ինչ կարգավիճակ է մերը, ինչ ես կարծեմ, առանց քո կողքինի կարաս դու առաջ գնաս, առանց քո կողքինի դու կարաս առաջ գնաս, ես ուզում եմ միտեղ հիշեցնեմ, Սուրբ գրքում ասում է, ես տնկեցի, Ապողոսը ջրեց, Պողոսը տնկեց, Ապողոսը ջրեց, ինչի չէր կարա Պողոսը տնկել էր մի կրուշկա ջուր լցներ, չէ, բայց ստեղ ինչ ասեմ, ասում է աճացնող ով էր, Տերը աճացնողն է ժողովուրդ ջան, եւ ոչ միայն Տերը աճացնողն էր, այլ նաեւ ես մի ուրիշ բան ասեմ, ասում է երբ որ այս ամեն ինչը կանեք, կտնկեք, կջրեք, վերջեմ մի հատ խոսք եք ասեք, հիշում եք այդ խոսքը որն էր, ասում էր ես անպիտան ծառա եմ, որ իմ գործն եմ անեմ, ես ինձանից ոչինչ կախված չի, ես պետք է հասկանամ սիրելիներ, որ եթե ես ով եմ, այս եկեղեցու մեջ այն կողքինս էլ է այդ օվը, եթե գիտեք, օրինակ մեքենան փչանում է, եւ փչացել անդամենը մի փոքր մազ, ես հիշում եմ Ղարաբաղ գնալուց, այդ եկա ջիպը փչացավ, ինչ ասես առանքել բենզին լցրինք ակում, ինչ ասես արեցինք, վերջն պարզվեց հաջորդ օրը ստեղից եկան, ընդամենը մի հատ ապահովիչ, այսքան ապահովիչ է, խփել էր այդ ապահովիչը, այդ վարպետը նույնիսկ այդ ապահովիչի գումարը չվերցրեց, անգամ արժեք չուներ, բայց մենք եթե ուզենանք այս մեքենայի համար 5 հատ
ասենք շարժիչ ամենակարևոր մասը շարժիչն է, մոտորն ամենակարևորը։ Մեքենան կաշխատի, չի աշխատի։ Եթե շատ բենզին լցնենք, մի տոննա բենզին լցնենք, մեքենան կաշխատի, չի աշխատի։ Սիրելիներ, մենք պետք է ամեն մեկս գնահատենք մեր կողքինին եւ գնահատենք նաեւ մեր գործը եւ հասկանանք, որ Տերը իրար հետ մեզ կապել է։ Մենք մենակ թենց ենք իրար սիրելու, իրար համար հետաքրքրվելով, իրարից իմանալով, իրար ցավին տեղյակ եղնելով, Քրիստոսի մասին ասում է, եւ նա ցավերի տեղյակ եղավ։ Չկա տենց մի հատ ցավ երկրի վրա, որ զարմացնենք Հիսուսին, ասենք Տեր, ես այսօր ես հիվանդն եմ, դու տեղյակ չես դրա մասին, տենց բան չկա։ Քրիստոսը եկեղեցու ամեն մի անդամի բոլոր ցավերին տեղյակ է եղնում, ժողովուրդ ջան, թող փառավորվի Տիրոջ անունը։ Եվ ուզում եմ, որ մենք իրա նման եղնենք։ Մենք հաճախ մտածում ենք, որ մենք ավելի բարձր ենք, քան մեր կողքինը։ Տենց մի հատ դեպք ա եղնեմ, մի մարդ սարերից տենց տուրիստ բարձանում է եւ իշնելու ժամանակ մութը վրա է հասնում ու սարճում այս մարդը։ Տեսնում եմ մի հատ շան տենց թուլ է, գրկում ասում եմ մեղ կա այս շունը, հետս իջացնեմ չսարճի։ Տենց մի կերպ իշնում է եւ ճանապարհին տենց սարճում է մնում այս մարդը, մի կերպ տանում են, հետ եմ բերեմ հիվանդանոցում, երբ որ աշկերը բացում է, ասում է հետս մի հատ շան թուլ է կար, ասում է այդ թուլ են սաղա, ասում են հա այդ թուլ են սաղա, ասում են այս մարդն ասում է լավ է ես իրան ասում է հետս իջացրեցի, ասում է եթե ես իրան չգրկեի ինքը չէր ապրելու եւ գիտեք բժիշկներն ինչ են ասում են ընկեր եթե այդ շունը քեզ չտաքացներ մենք քեզ մեռած էինք գտնելու։ Այսօր մեզ միգուցե թվում ասելիներ որ անարժեք անդամներ կան, այո կան մարդիկ որոնք չեն երևում, կան մարդիկ, որոնք հենց պետքա եղբայրն ասած չէ, գան ու գնան, այդպես էլ է եղնում, գալիս են ու գնմել են, բայց ամեն մեկը կարևոր է Քրիստոսի համար, ամեն մեկը Տերը ամեն մեկի համար իր կյանքը տվել է, ամեն մեկը Քրիստոսի արյանգին է, նա ոչ բարձր է, ոչ ցածր է, ուղղակի ամեն մեկ իր գործն է կատարում եկեղեցու մեջ։ Գիտեք, երբ որ մարդը գեղեցիկ տուն է ունենեմ, պատկերացնենք իրուն ռեմոնտ են կարել, մենք էլ չենք հասկանում այդ ռեմոնտի շատ բաներից ու հանկարծ կանալիզացիան տրաքում է, գարշահոտությունը անգնեմ, հիմա ես լավ սովորած եմ, ասենք միգուցե բարձր կրթություն ունեմ, բայց ինչ պետք է անեմ ես դրան, ինչ պետք է անեմ, այդ կանալիզացիան տրաքել է, գարշահոտություն անգել, հիմի մեկը պետքա որ սարքի, բայց գիտեք մեկը կա, որ մինչև այդ իրան հաշվի տեղ չենք դնում, ասում ենք նա կանալիզացիա մակրող է, սկի դրան բարև չենք տալիս, սկի իրա հետ հաց չենք ուտեմ, գիտեք իրոք իրա հետ հաց չենք ուտեմ, ասում ենք սա կանալիզացիա մակրող է, սա վրից հոտ է գալիս, բայց արդեն տեղներս նեղատունը արդեն գարշահոտություն անգել, գնեմ ենք այդ մարդուն գտնեմ ենք, գիտեք, այդ մարդը գալիս է սիրուն սարքում ասախ, գիտեք այդ մարդու անունը ինչ ենք դնեմ, ով կարա ասի, ասում ենք վարպետ ջան, ոնց վարպետ ջան, մինչև այդ մարդուն բարև չենք տալի ժողովուրդ ջան, հիմա այդ մարդը մեզ մար վարպետ է դառը, երեխեքին ասում ենք սա ուստա է, տես ինչ մարդ է, առանց իրա չի կարա եղնի, ու գիտեք, հացել ենք դնեմ, հետն էլ հաց ենք ուտեմ սիրելիներ, երբ որ գնահատում ես, որ այդ մարդը իրոք քեզ պետք է։ Մեր եղբայրներն են ասել, ես չեմ հիշեմ, ուղղակի իրանց պատմած ասում է, մի եղբայր կար, միշտ հակառակվում էր սենց, հակառակվում էր, բաներ կար, ասում էր, ով բան ենք խորհրդանում, ասում էր, չէ սենց պետք է եղնի, ու ասում է, մի օր էլ մի հատ կարևոր հարց պետք է լուծվեր, ասում է, այդ եղբայրը չէր եկել։ Եղբայրներն ասում են, քանի ես եղբայրը ստեղ չի, եկեք ես գործը շուտ առաջ տանք։ Ու չգիտեմ գումար են ծախսեմ, ինչ որ բան են առած եղնեմ, հետո բանից պարզվում է, որ սխալ են արել այդ քայլը ու մեծ վնաս են կրել, ուտեղ Տերը խոսում ասում է, այ այդ եղբայրը դրա համար էր, որովհետև միշտ մի բան աներ, որ դուք զգաս տեղնեիք, դուք արխեին եք ընկե։ Եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուսը այսօր մեզ բոլորիս հավաքել է իր սիրո շուրջ, եւ ինքը ուզում է մեզանից ամեն մեկը
տաքացնի իր անկերոջը։ Հիշի, դու քո անկերոջը տաքացնելով, քաղցածնելով, դու դեպի փրկություն ես գնում։ Դու քանի սենց ասած պատվիրան ես կատարեմ առանց իմանալու, մենակ դու քո անկերոջը բարձրացնելով նրա ձեռները, նրան ոչ թե անարգես քեզանից ցածր տենաս, նրա կարևորությունը հասկանաս, առանց իրա չի եղնի։ Մի սենց բան էլ ասեմ, սենց պահանջվում է, ասում է, պահանջվում է փռմ աշխատողներ, տենց գրած է, պահանջվում է փռմ աշխատողներ, եւ հացթուխի գումարը ուրիշ է, այնտեղ խմորանողի գումարը ուրիշ է, եւ մի հատ գործել կա, փուրը վառողին ամենաէժանն է, ամենաէժան գործն առավոտը պետք է փուրը վառի, այդ մարդու գործը դա է։ Գիտեք, միգուցե մտածում ենք, ասում ենք, դե նրանք ավելի կարևոր գործ են, շատ լավ գործ է, ժողովուրդ ջան, բայց այն փուր վառողի գործը շատ կարևոր է։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Ես չեմ ուզում երկարացնեմ, եղբայրները կխոսան, ուզում եմ սիրելիներ մի անգամ եւս հիշեցնեմ, քեզանից ամեն մեկը ստեղ որ հավաքվել է Հիսուս Քրիստոսի արյան գինն է։ Մենք մեզանից ամեն մեկը սա եկեղեցու մարմինն է։ Եվ եկեղեցու մարմնի մեջ Աստված դրել է հովիվներ, վարդապետներ, բոլորը եկեղեցու շինության համար։ Այո, կարող է միտեղ ես իրավունք չունենամ խոսալու, ինչպես եղբայրը հիշեցրեց, դրա համար կա մարդ, որ պետք է խոսա։ Դրա համար կա մարդ, որ պետք է հոգ տանի։ Միգուցե մենք չենք տեսնեմ, միգուցե մեր աչքերը չեն տենեմ, պարտադիր չի որ տեսնենք, ժողովուրդ ջան։ Եթե ես, ինչպես ասավ եղբայրը, մատնեմ, մի հատ մատի ծեր եմ, պարտադիր չի, որ ես իմանամ, թե գլուխ ինչա որոշե։ Կարևորը, որ մեր եկեղեցին Տիրոջ ներկայության մեջ եղնի եւ Սուրբ Հոգու զորության մեջ եղնի, եւ երբ որ գալիս ենք ստեղ, մեր կողքինի կողքից ոչ թե զզվենք, ոչ թե իրան ցածրացնենք, ոչ թե մեր ճանապարհը փոխենք, այլ գրկախառնված դուրս գանք, որովհետև ինչպես որ Մովսեսի ձեռները բարձրացեցին, այս մի օրինակն է բերեմ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ, լատեսեք ինչ տեղ ունեցավ։ Երբ որ Ահարոնն ու Օվրը Մովսեսի ձեռները բարձրացրեցին, հաղթանակ եղավ։ Այս մարդիկ գերեւի մտածեցին, ասին առանց մեզ չէր կարա եղներ այդ բանը, ու իրոք ճիշտ է, ժողովուրդ ջան։ Առանց իրանց չէր կարա եղներ, Մովսեսն ինչքան ուզում է, ինքն էր երեսը փայլում էր, բայց Տերը ուզեցավ Մովսեսին հասկացնի, որ Մովսես մենակ դու չես, Ահարոն ու Օվր էլ կար, բայց ինչ տեղի ունեցավ։ Մի որոշ ժամանակ հետո Ահարոնը եւ Մովսեսի քույրը Մարիամը, ասում են, որ Օվրը դրա ամուսինն է, ես չգիտեմ, աստվածաբաններն են ճշտե, եւ ասում սրանք եկան առանձին Մովսեսին ասեցին, գիտես Մովսես ջան, առանց քեզ էլ կարանք, մենակ դու չես հո Աստծո մարդը։ Տերը մեր մեջոցով էլ է խոսում, ես մարգարեուհի եմ, չգիտեմ, Օվր ամուսինս է, քեզ օգնել է, Ահարոնը առանց իրա ձեռները չեն, բայց գիտեք Տերն ինչ ասավ։ Ինչ ասավ, ասավ ապրեք, Մարիամին հարվածով հարվածեց։ Ասավ խելոք ձեր տեղը մնացեք։ Սա եկեղեցի է, ժողովուրդ ջան։ Եվ ամեն մեկս Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Այդ միաբանությունը կարևոր է Տիրոջ համար, եւ մենք պետք է հարգենք ու սիրենք մեր եկեղեցու ամեն մի անդամին, եւ պետք է իրար համար աղոթքներ անենք, եւ պետք է իրար համար ծոմեր պահենք, իրար ցավերի տեղյակ եղնենք, իրար ուրախության տեղյակ եղնենք, այո, դա պետք է անենք, ուրախության ժամանակ է պետք է անենք։ Թող փառավորվի Տիրոջ անուն աղոթենք։